Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, ոմանք Սուրբ հաղորդություն ստանալուց հետո անմիջապես դուրս են գալիս եկեղեցուց։ Արդյոք ճիշտ է այդպես։ Իհարկե ոչ, սիրելիներս, քանի որ գիտակից քրիստոնյայի հավատացյալի համար սա ոչ միայն սխալ է, այլև սխալ կեցվածք ու վերաբերմունք է եւ կարող ենք ասել նույնիսկ անարգանք է Աստծո հանդեպ։ Ինչպես գիտենք, պատարագը բաղկացած է 4 մասերից՝ պատրաստություն, ճաշի պաշտոն, Սուրբ հաղորդություն եւ վերջապես 4-րդ հատվածը գոհություն եւ արձակում։ Մարդ, ով որ ներկա է պատարագին Սուրբ հաղորդություն է ստանում, նա պետք է մնա, որպեսզի գոհություն եւ փառաբանություն, շնորհակալություն հայտնի Աստծուն, որ ճաշակեց նրա կենարար մարմինն ու այրունը։ Եվ ոչ միայն այս 4-ից 1 հատվածում, այլև սկզբից մինչև վերջ քրիստոնյան պետք է ներկա լինի պատարագի արարողության, որովհետև այս բոլորը մեկը մյուսին կապված ու անբաժանելի են։ Երրորդ մասում է, որ բուն պատարագ կամ հավատացելոց պատարագ է կոչվում, այստեղ է, որ քրիստոնյան հաղորդություն է ստանում, ճաշակելով Քրիստոսի մարմինն ու այրունը։ Դրանից հետո ինքը պարտավոր է մնալ եկեղեցում, որպեսզի շնորհակալություն եւ գոհություն հայտնի, ինչպես որ շարականն այդպես մեզ թելադրում են։ Սա նույնն է, որ դու որևէ մեկին քո տուն հրավիրես ճաշի, հանկարծ տեսնում ես մարդը լուր դուռը բացել ու հեռացել է քեզանից։ Արդյոք սա անարգանք չլինի քո հանդեպ։ Դու մերժված չեսնի, որտեղ մեկին դու հրավիրեցիր քո սեղանից ճաշակելու, բայց առանց քեզ շնորհակալություն ասելու կամ մնաս բարով ասելու տանից թողնում ու գնում է։ Եթե մարդիկս այսքան ուշադիր ենք իրար հանդեպ, որpիսի մեկս մյուսին չնեղացնենք, ցավ չպատճառենք, ապա ինչու մենք Աստծո մասին այդպես չենք մտածում։ Քրիստոս քեզ հրավիրում է իր ճաշին, իր կենարար մարմինն այրունը, Աստծո որդին այդ սուր սեղանի վրա պատարակվում է Աստծո տան մեջ, դու ճաշակում ես եւ դու պարտավոր ես գոհությամբ եւ շնորհակալությամբ թողնել նոր դուրս գալ եկեղեցուց, որովհետև ճաշից հետո մենք նորից միասին նստում ենք, մի քիչ զրուցում ենք, իրար հետ խոսում ենք, կիսվում ենք, հետո նոր իրար գրկախառնվելով հրաժեշտ ենք տալիս եւ դուրս ենք գալիս։ Այնպես էր Սուրբ պատարագի ժամանակը, երբ որ մարդը ճաշակում է Քրիստոսի մարմին հայրունը, պետք է գոհություն հայտնի, շնորհակալություն հայտնի, որ ճաշակեցինք, մաքրվեցինք, սրբվեցինք, զորացանք, հետո նոր քահանայի արձակումից հետո եկեղեցուց դուրս գալ։ Ճիշտ չէ նաև պատարագի որևէ հատվածից ուշացած գալ, որովհետև ժամադրությունից ուշանալ չի կարելի։ Դու պետք է սկզբից մինչև վերջ ներկա լինես այդ ճաշկերույթին, որպեսզի ամբողջական հասկացողությամբ, ընկալությամբ կարողանաս հասկանալ պատարագի խորհուրդը։ Ուրեմն պատարագը ոչ թե սովորական մի արարողություն է, այլ Քրիստոս եւ մարդու հանդիպման ժամն է։ Քրիստոս եւ մարդու միջոցով Աստվածային ու մարդկային շնորհները ձուլվում են իրար եւ մարդը սրբացած, զորացած դուրս է գալիս։ Ուրեմն պետք է այդ ամենի համար շնորհակալություն հայտնել, գոհանալ եւ նոր դուրս գալ եկեղեցուց։